Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, այսօրվա անդրադարձս նվիրված է ընդամենը մեկ թեմայի, ծանր թեմայի, որ ամեն ինչ կտայի, որ տեղի չունենար եւ որին անդրադառնալու կարիք ընդհանրապես չլիներ։ Երեկ առաջի Ատյանի դատարանը որոշեց 2 տարվա ազատազրկման դատապարտել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան-Աջափայանի։ Հայաստանում ստեղծվում է շատ վտանգավոր մի նախադեպ։ Մարդը ազատազրկման է դատապարտվում միայն այն բանի համար, որ ունի տարբերվող կարծիք, իշխանությունից տարբերվող կարծիք, այսինքն այլակարծությունը իրենց ժողովրդավարական օրջորջած Հայաստանում համարվում է հանցագործություն։ Այլ գնահատական չեմ կարող տալ երեկվա ապօրինի դատական ակտին։ Սա խնդրի մի կողմն է, մյուս կողմն այն է, որ այն հոդվածը, որով դատվեց Միքայել Սրբազանը, նախատեսում էր պատժաչափ տուգանքից մինչև 5 տարի։ Միքայել Սրբազանը բարձր բարոյական հոգևոր հեղինակություն ունի եւ որևէ անգամ դատապարտված չի եղել, ապա ինչը այսպես կոչված դեմոկրատական Հայաստանի դատարանին կամ նրա հետևում կանգնած Նիկոլ Փաշինյանին ստիպեցին միանգամից այսպիսի ոչ adekvat դաժան պատիժ նշանակել։ Հետևությունը մեկն է։ Հայաստանում աստիճանաբար ձևավորվում է տոտալիտար մի համակարգ, որը չի հանդուրժելու որևէ այլակարծություն։ Մարդիկ շատ արագ հայտնվելու են բանտում, եթե իշխանությունից տարբերվող տեսակետ ունեն, եթե նույնիսկ հանդգնել են ասել, որ իրենց ձևով եկեղեցու աջակցությանն են մասնակցելու, եթե ինչ-որ ակնհայտ հայտարարություններ չեն եղել, ապա միշտ կարելի է մի կիսատ պռատ, սարքած, կարած, կեղծ ձայնագրություն մոգոնել եւ օրինակ կալանքի տանել Բագրատ Սրբազանին ու մյուսներին։ Բայց գանք Միքայել Սրբազանի գործին եւ նկատենք, որ սա այլակարծությունը պատժելու լեգիտիմացման փնթի փորձ է։ Այսպիսի բան տեղի է ունենում միայն ավտորիտար երկրներում։ Ըստ իս Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է տոտալիտար համակարգը, որովհետև նա 2026-ին ամեն գնով իր իշխանությունը վերարտադրելու խնդիր ունի։ Իսկ որպեսզի այդպիսի բան լինի, պետք է դիմադրության բոլոր կենտրոնները չեզոքացված լինեն, որտեղ բոլոր սոցիոլոգիական հարցումները հուշում են, որ թեև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջին հորիզոնականում է ընթանում, նա հանրագումարում չի կարողանում ստանալ ձայների այնպիսի քանակ ծավալ, որպեսզի կարողանա միայնակ վերարտադրել իշխանությունը։ Տոտալիտար համակարգ Նիկոլ Փաշինյանին նաև այլ պատճառով է պետք։ Ինչպես գիտեք, նրա պատկերացրած խաղաղության մոդելը միակողմանի զիջումներն են Ադրբեջանի, եւ հա նրան պետք է մի այնպիսի համակարգ երկրի ներսում, որտեղ այլակարծություն, դիմադրության կենտրոններ չեն լինելու, որպեսզի նա կարողանա այդ բոլոր զիջումները տարբեր փաթեթավորումներով կյանքի կոչել։ Միքայել Սրբազանի դեմ կայացված ակնհայտ ապօրինի դատավճիռը նաև եկեղեցու դեմ շարունակվող ավելի լայն կամպանիայի համատեքստի դրսևորումներից մեկն է։ Արդեն մի քանի ամիս է եկեղեցու դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է առաջնահերթություն եւ շատ տրամաբանական էր ենթադրել, որ նա թիրախավորելու է եկեղեցու հեղինակություն վայելող սրբազանների, Միքայել Սրբազան
Բագրատ Սրբազան։ Ես չեմ բացառում, որ առաջիկա շաբաթներին, հատկապես վաղ շաբաթում տեղի ունենալիք թիմ ընտրությունների համատեքստում եկեղեցու դեմ պայքարի նորանոր դրսևորումների ականատես լինենք։ Եվ այսպես, երեկ Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ հակաժողովրդավարական, հակապետական, հակազգային, հակաեկեղեցական ակտ։ Իդեպ ես ուզում եմ իմ հետևորդներին տեղեկացնել, որ ստալինյան բռնաճնշումներից հետո 1950-ականներից հետո Հայաստանում հոգևորական չի կալանավորվել, ահա թե որտեղ է գլորվել մեր այսօրվա իշխանությունը։ Բայց մի կարևոր նկատառում։ Նիկոլ Փաշինյանը մշտապես բոլոր ամբիոններից վերջին անգամ Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ամբիոնից հպարտանում էր Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումներով։ Ոչ մի արժեք չունեն Նիկոլ Փաշինյանի խոսքերը, քանի դեռ Հայաստանում կան քաղկալանավորներ։ Քաղկալանավորների խնդիրը միայն հումանիտար խնդիր չի։ Այո, առաջին հերթին դա հումանիտար խնդիր է, դա մարդու իրավունքների խնդիր է եւ բոլորս պիտի հետամուտ լինենք այդ անմեղ մարդկանց օր առաջ ազատ արձակմանը։ Բայց քաղկալանավորների խնդիրը ավելի լայն համատեքստ ունի։ Եթե երկրում կան քաղկալանավորներ, որևէ կերպ այդ երկրում հնարավոր չէ պատկերացնել մրցակցային, օրինական, ամբողջովին լեգիտիմ ընտրություններ։ Այսինքն 2026 թվականի ընտրությունների օրինականությունը քաղկալանավորների, քաղբանտարկյալների արկայության հանգամանքով տրված է կասկածի տակ։ Եվ եթե իսկապես Նիկոլ Փաշինյանը մեզ բոլորիս ուզում է համոզել, որ 2026-ին մտադիր է երկրում անցկացնել օրինական ընտրություններ, ինչպես որ հրապարակավ անդադ նշում է նա, ուրեմն առաջին հերթին պետք է անհապաղ ազատ արձակի Միքայել եւ Բագրատ Սրբազաններին, Սամվել Կարապետյանին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին։ Այսօր այսքանը, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ բոլորիդ բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, ինձ հետևել նաև Facebook-ի, իմ հարթակում, Telegram-ում, X-Blog-ում և TikTok-ում։ Ինչ նոր հանդիպում։